Պարոն Միքայելյան, երեկ հայտնի դարձավ, որ կաթողիկոսի հարուցված նախաձեռնված քրեակամարույցի շրջանակում մեղադրանք է առաջադրվել կաթողիկոսի նրա ելքն է, երկրից դուրս գալու փակվել, այս գործընթացների վերաբերյալ ըստ ձեզ ինչի է ձգտում իշխանությունը վեհապարին մեղադրանք։ Դες ամեն ինչը աննախադեպ է, նույնիսկ պատկերացնել հնարավոր չէ պատկերացնել, որ նման բան հնարավոր է, բայց ամեն դեպքում մեր թույլ վարչապետը հերթական անգամ դրսևորեց իր թույլությունը, ինքը ասաց, որ ինքը շատ տկարամիտ ու թույլ մարդ է, որ կարա ամեն ինչից վախենա ու նրա վախը հիմնականում կայանում էր նրանում, որ Ավստրիայում պետք է կայանար եպիսկոպոսաց համաժողովը ու այնպես անի, որ դա չկայանա, ուրիշ ոչինչ։ Այնպես չի, որ ինքը իր այդ քայլով կարա առաքելական սուրբ եկեղեցուն կամ վեհապար հորը վախեցնի, չեմ կարծում։ Պարոն Միքայելյան, տեսեք, իշխանությունը անզիջում է, նրա ձեռքին կա իշխանություն, ուժայիններ, քննչական մարմիններ, ձեզ կարողանա իր նպատակին հասնել Փաշինյանը Վստահաբար ոչ։ Վստահաբար ոչ, նա չի կարողանա, որովհետև նա ոչ թե անզիջում է, ուղղակի ինքը չի ուզում հետ կանգնի իր կատարած սխալ քայլից ու ինչքան ինքը շարունակի, այդքան սխալվելու է։ Որտեղ ցետնոտի մեջ երբ որ մեկ ընկնում է, բնականաբար ինքը սխալվում է։ Ավելի լավ կլինի ինքը ընդունի իր պարտությունը ու ընդհանրապես վայր դնի իր լիազորությունները, թողի հայ ժողովուրդը հանդիստ ապրի ու զարգանա։ Մեզ նման թույլ ղեկավար պետք չէ։ Պարոն Միքայելյան, դուք ներկայացնում եք Ուժեղ Հայաստան կուսակցությունը, ձեր վարչապետի թեկնածուին հայտարարելուց հետո սոցիալական ցանցերում իշխանականները, քվականները այսպես ամուր են բարձրաձայնել, որ տեսեք, մի անդրություն առնալ վարչապետ, որը մի քանի քաղաքացիություն ունի եւ ուզում է սահմանադրություն փոխել եւ կոստյումը կարել Սամվել Կարապետյանի հակով։ Այս արձագանքների ինչպես է։ Տեսեք, ինձ հետաքրքիր է մի բան, երբ որ Սամվել Կարապետյանը Հայաստանին այդքան օգնում էր, բարեգործություններ անում, աշխատատեղեր էր ստեղծում, ինչի՞ չեն ասում, որ երկու քաղաքացիություն ունի ու իրավունք չունի անելու։ Սա ուղղակի իմիջայլոց, բայց եթե վերադառնանք այն մտքին, Սահմանադրության 148-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ վարչապետը ունի վարչապետին տրվող լիազորությունը պետք է լինի նույնը, ինչ պատգամավորն է, այսինքն նա պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի միայն ու վերջի 4 տարին բնակվի Հայաստանում։ Բայց այստեղ կա մի շատ կարևոր բայց, որ այդ հոդվածը Սահմանադրության այն հոդվածների մեջ է մտնում, որը կարող է ազգային ժողովով փոփոխվի։ Եվ եթե հնարավոր է օրենքի մեջ փոփոխություն կատարելով ունենալ ուժեղ ղեկավար, ուրեմն դա հնարավոր է ու դա պետք է արվի։ Ավելացնեմ մի բան, նույն 20 թվականին նույն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ազգային ժողովով փոփոխեց Սահմանադրության կետ եւ Սահմանադրական դատարանում կատարեց որոշակի փոփոխություններ։ Ինչի համար իրան կարելի է, իսկ ժողովրդին ոչ, Սահմանադրությունը ընդունել է ժողովուրդը ու ժողովուրդն էլ իրավունք ունի դա փոփոխելու այդ կետը։ Ու այդ ամեն ինչը լրիվ օրինականության դաշտում է, այնտեղ չկա ապօրինի ոչ մի բան։ Պարոն Միքայելյան, ընտրություններից առաջ կանխատեսում եք, որ ուժայիններին գործի կդնի իշխանությունը շորոր լծակներ կգրավի, որպեսզի Դե կանխատեսել թույլ մարդուց կարելի է սպասել ամեն ինչ, բայց մենք անկոտրում ենք, մենք գնալու ենք մեր ճանապարհով, մեր ուղին արդար է, մեր ուղին ճիշտ է ու մենք ամեն ինչ անում ենք Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի համար։ Ինքը ինչ կան, ես վստահ եմ, որ նույն իրավապահ մարմինները իրենք էլ կգա ժամանակը կհասկանան, որ նման թույլ մարդու հետ թեկուզ կես մետր ճանապարհ գնալ չարժե։ Եվ պարոն Միքայելյան, ձեր վերաբերյալ, այսպես համացանցում տեսա, որ ասում են դուք Սամվել Կարապետյանի ետք ընտրվի, պաշտպանության նախարարն եք լինելու։ Ձեր թիմում այսպես արդեն բաժանումներ եղել է։ Ուրեմն ասեմ, այդ ամեն ինչը տարածվեց CVTM-ի կողմից, նույնիսկ այնտեղ ասել են, որ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ, բայց ես 2 օր առաջ ցուցադրեցի իմ անձնագիրը, ու մի անգամ էլ օգտվելով առիթից ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, պաշտպանության նախարարի թեկնածու չեմ եւ մեր թիմում նման ձևավորումներ չկա։ Մենք բոլորս աշխատում ենք առաջին հերթին նրա համար, որ
թույլ իշխանությանը հեռացնենք Հայաստանի Հանրապետությունից, հա, մեր մոտ նման բաներ չկան։